Այսօր բուժաշխատողները կանգնած են բազմաթիվ խնդիրների ու ճնշումների առաջ, բյուրոկրատական քաշքշուկներ, հաշվետվություններ բազմաթիվ, ձևաթղթեր, տարբեր մարմիններից եկած պահանջներ, հոգեբանական ծանրաբեռնվածություն, աշխատանքի ցածր մակարդակ, դրանից բացի վարչարարական աշխատանք, որը կլանում է աշխատանքի բժշկի ժամանակի մեծ մասը, անհատական լիցենզավորման բարդ ու ոչ թափանցիկ համակարգ, այս ամենը պետք է վերափոխել եւ մենք պետք է փոխենք բուժաշխատողի նկատմամբ նաև վերաբերմունքի նկատմամբ տրամաբանությունը։ Նախ պետք է գործի մեկ տվյալ մեկ անգամ սկզբունքը, այսինքն բժիշկը տվյալը մուտքագրում է մեկ անգամ եւ այլևս գործ չունի տարբեր համակարգերի հետ։ Պետք է ավելացնել վարչական նաև անձնակազմը, որպեսզի բուժաշխատողները զբաղվեն մարդիկ իրենց իսկական գործով, այլ ոչ թե ստիպված բյուրոկրատական քաշքշուկների մեջ ընկնեն։ Պետք է փոխվի վարձատրության համակարգը, օրինակ կրեդիտային համակարգ, որը հաշվի կառնի ոչ միայն ծանրաբեռնվածությունը, այլ օրվա ընթացքում ասենք աշխատանքի ռիսկայնությունը կոնկրետ մեկ վիրահատության հետ կապված։ Անհատական լիցենզավորման համակարգը պետք է վերացնել այս տեսքով, ինքը պետք է լինի, ընդհանրապես պետք է վերացնել եւ ինքը պետք է ինչ գնահատման մեխանիզմ է լինի, պետք է լինի բժշկի վստահության վրա, բժշկի նկատմամբ վստահության վրա հիմնված համակարգ։ Դրանից բացի պետք է բուժանձնակազմերը մասնակցեն բուժաշխատողները առողջապահական քաղաքականության մշակմանը, սա շատ կարևոր սկզբունք է, որպեսզի նրանք նույնպես կարողանան իրենց կարծիքը բերել եւ որոշումների կայացմանը մասնակցություն ունենալ։ Նաեւ բյուրոկրատական քաշքշուկներից պետք է ազատել բուժաշխատողներին։ Խնդրում եմ, սիրելի բուժաշխատողներ, վստահեք մեզ, քվեարկեք 6-րդ համարի օգտին, որպեսզի արդար լինի նաեւ ձեր համակարգում եւ միասին կարողանանք այս ծրագրերը իրականացնել։ Քվեարկեք միասնության թևերի օգտին, քվեաթերթիկ համար 6։